Ժողովուրդ ջան, աման օրը մոտիկանում է, որոշել է, որ ձեր համար մի հետաքրքիր աղցան պատրաստեմ, որի անունն է վիտամինային սիմֆոնիա։ Աղցան պատրաստելու համար ինչ ամես հարկավոր՝ ընկույզ, սալատ միքս, հավի կրծքամիս, մարինացված վարունգ, բրոկոլի եւ թթված սեր։ Ժողովուրդ ջան, ամեն առաջինը մեզի հարկավոր է, որ հավի կրծքամիսը թելան անենք։ Ժողովուրդ ջան, վերցնում ենք ձեռքով այս ձևի։ Ժողովուրդ ջան, ամենակարևորը շատ հետաքրքիր աղցան է մեր մոտ ստացվում։ Առողջարար, ամենակարևորը եւ շատ համեղ։ Կարակ պատրաստեք ու ձեր հյուրերին զարմացնեք։ Հիմա ես բոլորը թելահան անեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հավի կրծքամիսը արդեն պատրաստ է, վերջնական տեսքը հիմա ցույց կտամ։ Հիմա մեր հաջորդ քայլը մեզի անհրաժեշտ է մարինացված վարունգները կտրատենք։ Ժողովուրդ ջան, պետք է որ փոքր կուբիկներ ստանանք։ Մի հատ է կտրատեմ, ժողովուրդ ջան։ Հիմա ես բոլորը կտրատեմ, ժողովուրդ ջան, եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, վարունգը կտրատելուց հետո անհրաժեշտ է խառնել եւ այս ձևի 1 ժամ պետքա թողենք, ժողովուրդ ջան, որ ինքը լավ մարինացվի։ Մեր մոտ շատ հավեսին աղցան ստացվի։ Պատրաստ է։ Պիշևոյ պլյոնկով կփակեմ։ Մինչև մարինացվի, մեզի հարկավոր է, որ մենք բրոկոլիները կտրատենք։ Անհրաժեշտ է դասկենը մաքրել, ժողովուրդ ջան։ Կրկնեմ, որ ամենաառաջինը կուխնի մեջ էդի պետք է որ մաքրություն լինի։ Եթե մաքրություն պահպանեք, ձեր մոտ ամեն ինչն շատ համեղ կստացվի։ Ուրեմն անհրաժեշտ է, ժողովուրդ ջան, այս ձևի ձեռքով, իսկ հիմա բոլորը գիտեք ի ձևը պետք է կտրատել, պետքա որ թեթև խաշենք։ Կարելի է դաժե դանակով, ժողովուրդ ջան։ Հիմա ես բոլորը կտրատեմ, ժողովուրդ ջան, խաշեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մինչև բրոկոլիները խաշվեն, մեզի անհրաժեշտ է ընկույզները կտրատենք։ Ժողովուրդ ջան, ընկույզները նույն ձևի վերցնում ենք, երկու մասի ենք բաժանում եւ այս ձևի փոքր կտորներ է պետք ստանալ։
Ժողովուրդ ջան, հիմա ես բոլորը կտրատեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ընկույզները կտրատելուց հետո բրոկոլիները արդեն պատրաստ են։ Ու ժողովուրդ ջան, գույնը այդ ձևի պահպանելու համար անհրաժեշտ է տաք ջրից հանել եւ սառը ջրի մեջ մի 2 րոպե պահել։ Ինքը այս ձևի գեղեցիկ տեսք է ստանում, ժողովուրդ ջան։ Հիմա ես ձեզի նույն ձևի սես կանեմ, կտեսնեք, որ ինքը ինչ գեղեցիկ տեսք ունի։ Հաջորդ մեր քայլը, ինչ է մեզ անհրաժեշտ։ Ժողովուրդ ջան, արդեն 1 ժամը անցել է։ Լավ արդեն մարինացվել է։ Հիմա մեզ պետք է խառնենք ամբողջի իրար հետ։ Ավելացնում ենք ընկույզ։ Ավելացնում ենք աղ։ Ավելացնում ենք թթվասեր։ Եվ լավ պետք է որ խառնենք, ժողովուրդ ջան։ Ինչ շատ համեղ աղցան պատրաստեցինք, ժողովուրդ ջան։ Որ ասում եմ վայ չուտողին։ Ես լավ խառնեմ, զարդարելու վաղտը ես ձեզի կմիանամ։ Ժողովուրդ ջան, համեղ աղցանը արդեն պատրաստ է։ Հիմա մենք կզարդարենք։ Այս ձևի պետք է որ սիրուն զարդարենք, որ գեղեցիկ տեսք կա։ Հիմա կփորձեմ։ Ու կլնեմ շատ անկեղծ ձեր հետ, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, լրիվ վերջն է։ Շատ համեղ է ստացվել։ Նեզ որ ժողովուրդ ջան, կարաք պատրաստեք ու ձեր հյուրերին զարմացնեք։ Ու հետո ժողովուրդ ջան, դեկտեմբերի 29-ին մեր ալիքում լինելու է խաղարկություն։ Եթե ուզում եք խաղարկությանը մասնակցեք, կարող եք մեր ալիքում բաժանորդագրվեք, մանրամասները այնտեղից կիմանաք, թե ինչ ձև է խաղարկություն լինելու։ Ժողովուրդ ջան, խոսքեր չկան, դե գնացինք։